Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Դրա շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի հարցում, կրկին հայտարարել են, որ սպասում են վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որի արդյունքները ձեռնտու կլինեն տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում վերադարձել է 270 ռուս ռազմագերի եւ 120 քաղաքացիական անձ, այդ թվում Կուրսկի մարզի բնակիչներ։ Մոսկվան իր հերթին ուկրաինական կողմին է փոխանցել 270 ուկրաինացի ռազմագերու եւ 120 քաղաքացիական անձի։ Փոխանակումը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 1000-ի դիմաց սկզբունքով փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության առաջին մասը կյանքի է կոչվել։ Այն ձեռք է բերվել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ եւ կարեւոր է, որ ամբողջությամբ իրականացվի, ասել է Զելենսկին։ Մոսկվայից եւ Կիևից հայտարարել են, որ գերիների փոխանակման գործընթացը կտևի եւս մի քանի օր։ Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ մայիսի 6-ին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացումը Վատիկանում ոչ իրատեսական է, հանդիպման ժամկետներն ու վայրը դեռ որոշված չեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վատիկանը որպես բանակցությունների անցկացման վայր այդքան էլ հարմար չէ, ասել է նա, ընդգծելով, որ խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է։ Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա համատեղ նախագծերի իրականացմանը։ Նրա խոսքով գործակցության ոլորտները կարող են լինել տիեզերքը, բարձր տեխնոլոգիաները եւ էներգետիկան։ Մեզ մոտ աշխատել են ամերիկյան ընկերություններ։ Այդ ամենը հնարավոր է, եթե ամերիկացի գործընկերները պատրաստ լինեն համաձայնության, նշել է նա։ Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս վիճակը Լավրովը անվանել է վերադարձ բնականոնությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը։ Նրանք արդյունավետ քննարկում են ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Խոսնակը նշել է, որ Թրամփը վշտացած եւ վրդովված է կրակոցներից։ Լևիթի խոսքով երկու ղեկավարները նաեւ քննարկել են Իրանի թեման մայիսի 23-ին Հռոմում Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններից առաջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն Թրամփը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանության կապակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Միացյալ Նահանգներում հակասեմականության դեմ պայքարի նպատակով իր եւ իր վարչակազմի գործադրած ջանքերի համար, նշված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին։ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության համաձայն զրույցի ընթացքում նախագահ Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետ Նեթանյահուի ջանքերին բոլոր պատանդներին ազատ արձակելու, Համասը ջախջախելու եւ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրն առաջ մղելու նպատակներին հասնելու ուղղությամբ։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցով Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ Այդ մասին նշված է Եվրամիության խորհրդի կայքում։ Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Եվրամիության անդամ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում Եվրամիության խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների դեպքում։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը, քանի որ Բուդապեշտը արգելափակում է Եվրամիության առանցքային այն որոշումները, որոնք վերաբերում են Ռուսաստանին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների։ Ամերիկայի ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմի հրամանով չեղարկվել է ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու համալսարանի լիազորագիրը։ Հարվարդը մեղադրվել է բռնություն եւ հակասեմականություն խրախուսելու եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցելու համար։ Ամերիկյան այս հեղինակավոր համալսարանն այլևս չի կարող օտարերկրացիներին տրամադրել Միացյալ Նահանգների ուսանողական վիզաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Օտարերկրյա ուսանողները, որոնք արդեն սովորում են Հարվարդում, պետք է տեղափոխվեն այլ բուհեր, հակառակ դեպքում կզրկվեն երկրում գտնվելու իրավունքից։ Համալսարանի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է անօրինական, նշելով, որ դրանք խաթարում են համալսարանի ակադեմիական եւ հետազոտական առաքելությունը։ Հարվարդն այժմ ունի մոտ 7000 օտարերկրյա ուսանող 140 երկրից, ինչը կազմում է ուսանողների ընդհանուր թվի ավելի քան 1/4-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է բանտային բարեփոխումներ, որոնք թույլ կտան Անգլիայում եւ Ուելսում պայմանական սկզբունքով վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալների մեծ մասին իրենց պատժի 1/3-ը կրելուց հետո։ Այս նախաձեռնության պատճառը բանտերի գերբեռնված լինելն է, որը դեռևս չի հաջողվում լուծել։ 2024 թվականին այդ նույն պատճառով լեյբորիստական կառավարությունը որոշել էր ազատ արձակել 5 տարուց ավելի ազատազրկման դատապարտված հանցագործներին իրենց պատժի ժամկետի 40%-ը կրելուց հետո։ Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ազատ էր արձակվել ավելի քան 16000 բանտարկյալ։ Ելույթ ունենալով համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ նոր նախաձեռնությունը չի վերաբերի հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Նրանք, ինչպես նախկինում, պետք է կրեն իրենց պատժի առնվազն 2/3-ը։ Նույնը վերաբերում է նաև ահաբեկչության համար դատապարտվածներին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց Հնդկաստանի հետ վերջին լարվածության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակն այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն է, ակնկալվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Շարիֆը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։